լինելու է սեպտեմբերին, չի ուշանալու այլևս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած ՔՊ-ն ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Երևանում 3 անցկացրած քարոզչական հանդիպումների ավարտին Փաշինյանը սպասվող սեպտեմբերյան պատերազմը որակելով աղետաբեր վստահեցրեց, այն չի ուշանալու։ Այն որ բոլորը ասում են պատերազմ առնելու, ես ինչ էի ասում։ Ասում եմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում են ինչ գիտես։ Բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիք, հիմա ասում եմ։ Որտեղից Փաշինյանին կոնկրետ ամսաթվով պատերազմի մասին տեղեկությունը եւ արդյոք այնինչ ասում է վարչապետը շանտաժ չէ, որ կամ ՔՊ-ն կստանա սահմանադրական մեծամասնություն կամ կլինի պատերազմ։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում իր ղեկավարի ասածը հիմնավորում էր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժերի գաղափարախոսությամբ, պնդելով, թե նրանք գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն։ Ապա Միրզոյանը մեջբերեց քարոզարշավի ընթացքում իրեն հանդիպած մի քաղաքացու խոսքը։ Բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, հա, այդ քարտեզը գետինը գցելը, ներողություն խոսում եմ, էլի, եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե իշխանության գան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գիտենք, բայց հիմա նաև շուրջ բոլորը նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի։ Էլեմենտ չկա, պարոն Միրզոյան, կամ մենք կամ այստեղ ո՞րն է։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է եւ տեղալ օրենք խառնում ենք բոլորովին։ Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում Սենց որի բոբոս արկելով, որ եսա կարձակվեն, եվս քվեններ գործեն ձեզանից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծելով ժողովրդից քվեներ կորզել, շաբաթ օրը աշտարակցիների հետ հանդիպմանը խոսեց երկրորդ նախագահը։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, պետք է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի։ Բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհով։ Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն, եւ ներքին, եւ հատկապես արտաքին քաղաքականություն։ Խոսելով երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, Քոչարյանը վստահեցնում էր, դրան հնարավոր է հասնել եւ ինքը այն մարդն է, որը կարող է այդ հարցը լուծել։ Խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր 3 պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին եւ փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովել։ Այս абսուրդն էլ չափուսահման պետք է ունենա։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Փաշինյանին այսօր հակադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Խոշոր գործարարը եւս պնդել է, Հայաստանին անհրաժեշտ է իրական խաղաղություն, որը երաշխավորված կլինի մի քանի պետությունների կողմից։ Երաշխավորված խաղաղության մասին խոսում է նաև միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը։ Խաղաղությունը դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների ու ադրբեջանցի նստած թելադրանքով, այս պետք է տակ, այս պետք է կատարեք, մեր զորքերը կճանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Այսպես սպառնալիք է դա, ինչ է։ Դա թելադրանք է։ Իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից հաստատող կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, թե պետք է սահմանադրական մեծամասնություն ստանա, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Արդյոք ՔՊ-ն ձգտում է սահմանադրական մեծամասնության նոր սահմանադրության ընդունման համար։ Ազատության այս հարցին ի պատասխան արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր նշեց, թե սահմանադրական մեծամասնություն նշանակում է ավելի վստահ իշխանություն։ Սահմանադրության ընդունման հետ չի կապված։
Դե կարող է դրա հետ էլ կապված, չեմ կարող ասեմ։ Նոր սահմանադրության ընդունման նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ը։ Ըստ այդմ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր սահմանադրության ընդունում կամ փոփոխություններ, եթե հունիսի 7-ին չունենա սահմանադրական մեծամասնություն։